Փարիզում կայացած աճուրդում 550,000 եվրոյով վաճառվել է հայկական ժառանգության բացառիկ հավաքածու, որում եղել են նշանավոր հայ նկարիչների կտավներից մինչև միջնադարյան մանրանկարչության գործեր, նաև Գրիգոր Լուսավորչի մասունքը։ Հավաքածուն հայտնի ֆրանսիացի նմուշահավաքներից մեկինն է, որը Փարիզում մեր թղթակցին խոստովանել է իր հայկական արմատների մասին։ Փարիզի հեղինակավոր Դրուա աճուրդի կենտրոնում վաճառքի էին դրվել հայկական ժառանգության 168 բացառիկ նմուշներ։ Աճուրդին ներկայացված էր հայտնի կոլեկցիոներ եւ հայագետ Գիյոմ Արալի անձնական հավաքածու։ Je suis en partie d'origine arménienne. Ես քառորդ մասով հայ եմ, հայրական պապիկս Զմյուռնիայի հայ էր, եւ ես լավ գիտեմ հայոց պատմությունը։ Արվեստի հանդեպ սերն էինք ուղղորդել բացահայտել բացառիկ գործեր եւ գնել դրանք աշխարհի տարբեր աճուրդներում։ Որոշ գործեր ես գնել եմ իմ հայ ընկերներից։ Հայկական արվեստի աճուրդում ներկայացված էին Մարտիրոս Սարյանի, Այվազովսկու, Արշիլ Գորկու, Երվանդ Քոչարի, Մինասի, Հակոբ Կոջոյանի եւ այլ գեղանկարիչների կտավներ եւ գծանկարներ։ Վաճառվում էին նաեւ 16-ից 18-րդ դարերի նարեկներ եւ աստվածաշնչեր, Սարգիս Ճգնավորի եւ Գրիգոր Մարզվանեցու հմայիլները, ինչպես նաեւ հայ վարպետների մի շարք կենցաղային եւ դեկորատիվ իրեր։ Voilà, c'était une collection vraiment. Սա բացառիկ հավաքածու էր, քանի որ առաջին անգամ էր ներկայացված հայ արվեստագետների ամբողջական հավաքածու։ Աշխարհի տարբեր երկրներից աճուրդին մասնակցեցին նաև հեռախոսով եւ համացանցով, հիմնականում Ամերիկայից, Ռուսաստանից եւ Հայաստանից։ Աճուրդը հաջողված է համարում նաև Գիյոմ Արալը, նշելով, որ ընդհանուր վաճառքի արդյունքը կազմել է 550,000 եվրո, իսկ ամենաթանկը վաճառվել են Թորոս Սարգսակի 4 մանրանկարչությունները, գինը 110,000 եվրո։ Սակայն փարիզյան աճուրդում մեծ հետաքրքրություն էր առաջացրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի վաճառքը։ Ի դեպ, Սուրբ մասունքը գնվեց ռուսաստանաբնակ մի հայի կողմից։ Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Առաջին ալիք, Փարիզ։